Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Պարոն Իոնիսյան, նկատում ենք, որ վերջին շրջանում հատկապես երբ ընտրություններին կարելի է ասել 2.5 ամսից էլ պակաս է մնացել, քաղաքական մթնոլորտը ինչ որ իմաստով շիկացել է, կարծես թե նաև նորմալիզացվում է բռնությունը, վերջին մի քանի դեպքերը ազգային ժողովի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը, վարչապետի հետ 3 տեղի ունեցած միջադեպը եկեղեցում։ Պարոն Իոնիսյան, նախ ընդհանուր առմամբ ինչի մասին են այս միջադեպերը, արդյոք սրանք կարելի է դիտարկել նույն հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, թե սա դուրս է այդ կոնտեքստից եւ պարզապես նախընտրական այս լարված նաեւ շիկացած քաղաքական մթնոլորտի արձագանքն է, ինչ որտեղ պատասխանն է։ Գիտեք, մենք մի քանի երևույթների հետ գործ ունենք եւ ամեն առանձին վերցրած դեպքում պետք է հասկանանք, թե ինչքան է հավանականությունը, որ այս կամ այն տվյալ դեպքը Ռուսաստանի հիբրիդային հարձակման արդյունք է, թե ուրիշ բանի արդյունք է։ Օրինակ, այս կոնտեքստում ասեմ, որ օրինակ ԱԱՑ շենքի վրա մոլոտովի կոկտեյլը նետելը իմ ընկալմամբ 99% հավանականությամբ հիբրիդային հարձակման սահմաններում քաղաքականություն, բռնություն բերելուն ուղղված գործողություններ։ Այդպիսի գործողություններ մենք սկսել ենք ականատեսել դեռ վաղուց, դեռ համարյա 2 տարի առաջ 24 թվականի հունիսի 12-ին, երբ որ այսպես կոչված սրբազան շարժման ժամանակ դրա մասնակիցները հարձակվեցին ոստիկանության շարքերի վրա, ինչը բացարձակապես չէր համընկնում են ձևավորված խաղաղ ցույցերի ավանդույթների հետ, որը տարիներ շարունակ Հայաստանում կար։ Դեռ հեղափոխությունից առաջ, 15 թվականից սկսած այդ գանդիականության հասնող խաղաղ ցույցերի պրինցիպը, որը նաև իմիջիալոց շատ ուժեղ օգնեց, որ հեղափոխություն տեղի ունենար 20 թվականին, այդ ավանդույթը խախտելու փորձ է, քաղաքականություն բռնություն բերելու եւ սա իրականում շատ ուժեղ պետք է Ռուսաստանում, կարելի է երկար քննարկել, թե ինչի է, երևի ակնհայտ է, էլի ձեր մեզ էս պահին, կոնկրետ ձեր լսողներին, ձեր հետևորդներին երևի թե ակնհայտ է, թե դա ինչի է պետք։ Ինչ վերաբերվում է, գիտեք, որոշ դեպքեր ուղղակի էպիկ են։ Այսինքն մարդիկ գալիս ազգային ժողովի նախագահին ինչ ասում են, ասում են, երկրում խոսքի ազատություն չկա։ Մի քիչ դա էպիկ է, էլի։ Չնայած դրանից էլ ավելի էպիկ է, երբ որ մարդիկ գալիս հանրապետության վարչապետի հետ ամեն շաբաթ հարց պատասխանի ժամանակ, չգիտեմ, ինչ որ դեղին մամուլի ներկայացուցիչներ, ընդդիմադիր եթերային հեռուստատեսությունների ներկայացուցիչներ, ինչ որ sense գալիս են երկար պատմեն, թե ինչքան են վարչապետի զզվում եւ ասում, որ այս երկրում խոսքի ազատություն չկա, եւ այդ ամեն ինչը հեռարձակում եթերային հեռուստատեսություններով մի քիչ բան է, կոմեդիա է, էլի էս հասնում։ Ինչ վերաբերվում է եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպին, դա ես չէի վերագրի հիբրիդային գործողություններ, որտեղ իմ ունեցած տեղեկություններով այդ երիտասարդը որոշակի առողջական խնդիրներ ունի, որոնք ազդում են իր պահվածքի վրա։ Ես հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ խնդիրներ, բայց որոնք ազդում են իր պահվածքի վրա եւ որը եւ այդ դրսևորումն է ունեցել, այս առումով ես չէի շտապի ասել, որ դա ինչ որ մեկի կազմակերպածն էր, որից է մենք։ Իսկ այն որ սարկավագները փորձում էին քաշքշել այդ նույն շարունակությունը այնտեղ դե իհարկե շարունակությունը եւ ինչ որ ուրիշ բաներ, հա իհարկե այդ իրավիճակում տարբեր մարդիկ իրենց հայացքներով պայմանավորված երբեմն տարբեր ձև են գործում, այդ դրա դրսևորումներ, բայց նկատում եմ ինքնին այդ միջադեպ կամ այդ իրավիճակի պատճառ հանդիսացած այդ վարչապետի ուսին, չգիտեմ, խփելու, sense ինչ որ հասնելու այդ փորձը իմ ունեցած տեղեկություններով ավելի շատ այդ երիտասարդի տենց որոշակի առողջական խնդիրների հետ կապված դրսևորումներ եւ ոչ թե ինչ որ կազմակերպված բան, բայց դա այդ ամեն ինչը իհարկե պետքա քննությամբ պարզվի։ Իրավապահ համակարգը ինչպես պիտի արձագանքի, թե ոչ, պարոն Իոնիսյան, որովհետեւ տեսեք, իհարկե չի կարող չարձագանքել։
ոնց կարա։ Մեդիայի մի զգալի մասը խոսում էր այն մասին, թե ինչպես քաշքշելով ծեծկրտուքի միջոցով իրավապահները տարան այդ երիտասարդին։ Դե այն որ իրավապահները շատ ոչ պրոֆեսիոնալ այդտեղ գործեցին եւ կներեք էլի, Բերման ենթարկելն էլ պետք է իմանալ, դա հմտություն է, պետք է իմանալ։ Հիմա կներեք, ամեն մարդ կարա գնա նստի ձեր տեղը հարցազրույց վարի։ Կարծես թե ինչ է էլի, խոսալը հարցազրույց վարը, չէ, խոսալ չի, հմտություններ է։ Հիմա նույն ձև կներեք Բերման ենթարկելն էլ էլի մոր պիտի սովորի Բերման ենթարկել։ Բերման ենթարկել չգիտեն ու տենց սենց իրավիճակներ են ելնում, նենց որ այդտեղ շատ ուժեղ իրավապահների կոմպետենտության հարցեր են, բայց մեծ հաշվով հա իհարկե պիտի արձագանքեն եւ իհարկե պիտի Բերման ենթարկեն եւ պետքա քննություն ընթանա եւ պարզեն թե ինչ ա եղել։ Հա, որտեվ ես հիմա ասում եմ ինչ որ մի վարկած, որը իմ ունեցած տեղեկություններով, հա, որ դա այդ երիտասարդը ուղղակի տենց հիվանդ է, բայց կարող է տենց չի, կարող է ես սխալվում եմ։ Կամ պետքա քննություն իրականացնել, պարզել։ Հասկանալ միտումը։ Պարոն Յովհաննիսյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը կարծես թե ինչ որ իմաստով վերածվել է ամենաթողության։ Դուք ինչ եք կարծում, ո՞րն է այն նուրբ թելը, կարմիր գիծը, որից այն կողմ կոպիտ ասած ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության եւ արդյոք նույն խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը այսօր Հայաստանում պաշտպանված է։ Գիտեք, Հայաստանում խնդիրները ոչ այդքան խոսքի ազատության տիրույթում են սահմանության ուղիղ իմաստով։ Հայաստանում խնդիրները ավելի շատ մեդիա միջավայրի ոլորտում են։ Հայաստանում անկախ մեդիաների համար շատ ասենց ասած ոչ բարենպաստ աշխատանքի պայմաններ են։ Շատ դժվար է Հայաստանում լինել անկախ մեդիա, հայթայթել դրա համար ֆինանսավորում եւ այլն։ Եվ սրա արդյունքում ունենք այն պատկերը, որը որ ունենք։ Եվ միաժամանակ իհարկե ֆինանսական թափանցիկության գործիքները շատ թույլ են, ես կասեի համարյա թե չկան։ Միաժամանակ մի շարք մեխանիզմներ շատ թույլ են, ջալք ես այստեղ կուզենայի հստակեցնել, որ պատկերացում եմ այդ շատ խնդիրները պետք է լուծվեն երկարաժամկետ կտրվածքով քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման նաև մեխանիզմներ, բայց այստեղ այս առումով պետությունը բավական թույլ է։ Եվ դա էլ է ժողովրդավարական մեխանիզմների պաշտպանություն։ Կներեք, գնալ հասկանալ, որ ինչ որ X լրատվամիջոց Y տեղից փող ունի, որից A հարկեր չի վճարում, B դա ազդում է իր խմբագրական քաղաքականության վրա, դա եւս պետության ֆունկցիա է։ Բայց պետությունը այդ ֆունկցիան չի կարողանում կատարել։ Կարձանագրենք, չի կարողանում։ Հիմա լրատվամիջոցներ կան, հրապարակում են իրանց տարեկան հաշվետվությունները, ինչ որ ծիծաղալու թվեր են։ Նայում ես շատ փոքր թվեր են, չի կարող այդքան խմբագրակ։ Բաժանում ես այդ թվերը զուտ, եթե նայում ես, եթե ենթադրենք միայն աշխատավարձ են տվել, բաժանում ես աշխատողների քանակի վրա, ստանում ես, որ մարդա ստանում են ամիսը տենց մի 80-90,000 դրամ։ Ասում ես լավ, ում է կապուշ տեղ դրել էլի լուրջ մարդա 80-90,000 դրամով այդքան բան լրագրող օպերատոր կներեք էլի 80-90,000 դրամով աշխատող լրագրող կամ օպերատոր կա այս երկրում։ Երկի չկա։ Ուրեմն ինչ որ ապօրինի կեղտոտ բանել ունեն, էլի շրջանառություն։ Դա կոչվում է սև բուգալտերը, հա, սև հաշվապահություն էլ ունեն։ Բայց պետությունը չի կարողանում դա պատշաճ կերպով վերահսկի, դա բացահայտի։ Շատ են նման լրատվամիջոցները, պարոն Յովհաննիսյան, եւ այդ լրատվամիջոցները նույնպես կարող են դառնալ օրինակ հիբրիդային պատերազմի գործիք։ Չեմ հաշվել, բայց քիչ չեն, ոչ թե կարող են դառնալ, այլ այդպիսին են իհարկե։ Իհարկե հիբրիդային գործողությունների գործիքներից մեկը, այսինքն առանցքայիններից մեկը դա Հայաստան գործող որոշ լրատվամիջոցներ, Հայաստան գործող որոշ հանրային գործիչներ եւ Հայաստան գործող որոշ քաղաքական գործիչներ եւ կամ քաղաքական ինչ-որ միավորումներ են։ Եվրամիության Բայց ոչ միայն, նաեւ հիբրիդային գործիքակազմի սահմաններում են Հայաստանի վրա տարբեր մեխանիզմները, որը որ Ռուսաստանը օգտագործում է։ Երբեմն դրանք ուղղակի ինչ որ տենց տեղեկատվական օպերացիաներ են դրսից կազմակերպված։ Այսինքն հստակ է, որ այդ լրատվամիջոցների վրա ազդեցությունը հիմնականում Ռուսաստանից է։ Դա ակնհայտորեն երևում է։
Եվ Եվրամիության արագարձագանքման խումբը Հայաստան է գալու ապրիլ ամսին, գիտենք, որ պարոն Յունիսյան, նախ հասկանանք ինչ աշխատանքներ են տարվելու այստեղ եւ որ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ են հատկապես աշխատելու, հետո կանդրադառնանք նաեւ այն քննադատություններին, որ սա Եվրամիության ուղիղ միջամտությունն է ընտրական process-ներին եւ անգամ անդիմադիր որոշ գործիչներ խոսում են ընտրությունը կեղծելու մասին Եվրամիության կողմից։ Գիտեք, եկեք հասկանանք ինչ նշանակում ընտրություններին միջամտել։ Արդյոք որ դիտորդը ընտրական տեղամասում չի թողում, որ ընտրախախտում լինի, դա ընտրություններին միջամտել է։ Որ նայում ես զուտ տերմինաբանորեն ասում ես հա էլի դա էլ ընտրություններ, բա միջամտումը չի թողում ընտրախախտում լինի։ Միջամտությունն է, չէ՞ դա էլ։ Նենց որ կներեք նայած թե ինչ ենք հասկանում միջամտություն եզրույթի տակ, եթե միջամտություն հասկանում ենք տեխնիկապես ամեն ինչ, ապա այո, բոլորն էլ միջամտում են, ապա այդ դեպքում երկրորդ հարցն է գալիս, թե որ ուղղությամբ են միջամտում, կամ միջամտում են, որ ինչ լինի։ Եթե մեկը միջամտում է, որ ընտրակեղծիք լինի, մյուսը միջամտում է, որ ընտրակեղծիկը չլինի, մենք այդ երկուսին sense հավասար ենք նայում, իհարկե ոչ։ Նենց որ զուտ միջամտել եզրույթին պետք չի շատ բանալ։ Եվրամիությունը հստակ գալիս է, որպեսզի պաշտպանի Հայաստանի ընտրությունները, պաշտպանի Հայաստան ժողովրդավարությունը, որտեղ Եվրամիությունը բազմաթիվ շահագրգռվածություններ ունի Հայաստան ժողովրդավարությունը պաշտպանելու։ Նորմալ առաջին ամենաբազային շահագրգռվածությունը, գիտեք, շատ պարզ է։ Ցանկացած պետություն ուզում է, որ ինքը շրջապատված լինի իր նման ռեժիմներով, պետություններով։ Դա շատ բնական ցանկություն է։ Ժողովրդավարությունները ուզում են նրանց հարևանությամբ լինեն ժողովրդավարություններ, բռնապետությունները ուզում են նրանց հարևանությամբ լինեն բռնապետություններ։ Եվ այս կոնտեքստում Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստան ժողովրդավարություն լինի, Եվրոպան ուզում է, որ Հայաստան ժողովրդավարություն լինի։ Դա շատ բնական ցանկություն է։ Հա պատկերացրեք, չգիտեմ, ինչ որ հանցագործներ եւ ոստիկաններ։ Ոստիկանը կուզենա ապրի մի շենքում, որտեղ եւ ինքը իր ընտանիքով ապրի մի շենքում, որտեղ բոլորը հանցագործ են։ Իհարկե չի ուզենա։ Իսկ հանցագործը կուզենա ապրի մի շենքում, որտեղ բոլորը ոստիկան են։ Իհարկե չի ուզենա։ Ռիսկային է։ Նույնը Եվրամիության մոտիվացիան, նույնը Ռուսաստանի, իհարկե Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի մեծ է, որտեղ Հայաստանն հիմա Ռուսաստանից կախվածության մեխանիզմները նվազեցնելու բազմաթիվ գործողություններ անում, եւ Ռուսաստանը դա մեղմ ասած զուր չի գալիս։ Սա մոտիվացիաները շատ պարզ են, մոտիվացիաներով պետք է դատնի, մոտիվացիան ինչ է եւ ով ինչ գործողություններ է անում։ Որ ասում են միջամտել։ Հիմա որ Եվրամիության մասնագետները աջակցում են, որ Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը բարձր լինի։ Որ օրինակ Հայաստանի ընտրական համակարգերը, ընտրական թվային համակարգերը, ընտրությունների հետ կապված մի քանի թվային համակարգեր կան, որը թվային համակարգերը լինեն անխոցելի։ Այդտեղ վատ բան կա։ Որ ընդդիմադիր ուժը կամ իշխանական կամ որևիցե ուժը կասի, որ այդտեղ վատ բան կա։ Խորհրդարանական ընդդիմությունը շատ հաճախ խորհրդարանական ընդդիմությունը հենց այդ ընդհանուր տենց ինչ որ բան ասում։ Բայց եթե ինչ որ մեկը ասում է, որ այդտեղ վատ բան կա, ապա այդ մեկի հասցեին շատ հարցեր կան, էլի։ Որտեղ ամենամեծ աջակցությունը իրականում, որը տրամադրվում է արևմուտքի կողմից եւ որը այն բաներից է, որը Հայաստանը ինքնուրույն շատ կդժվարաներ աներ, դա կիբերանվտանգությունն է։ Որտեղ տեղեկատվական անվտանգությունը քչի շատից ինչ որ բաներ անում ենք, տարբեր ոլորտներում ինչ որ, բայց կիբերանվտանգության ոլորտում Հայաստանը ինքնուրույն գլուխ չեր բերի։ Դա իրոք պետքա շատ մեծ աջակցություն է սառումով, էլի։ Եվ այս մասով ամենամեծ իմ կարծիքով ամենամեծ ներդրումը արևմուտքի, ամենամեծ աջակցությունը ընտրություններին։ Եթե կուզեք այդ տերմինաբանությամբ ամենամեծ միջամտությունն է, բայց միջամտություն դրական իմաստով, պաշտպանելու իմաստով։ Կներեք, եթե դուք պատերազմի մեջ եք եւ ես ձեզ գալի զրահաբաճկոն եմ տալիս, եւ մյուսն էլ ձեր վրա կրակում է, այդ երկուսին հնարավոր չի մի ձևով նայել, ասել դա են էլա միջամտում, ես էլա միջամտում, չէ, հենց ես ուզում ասպանի, ես ձեզ զրահաբաճկոն է տալիս։ Ոնց որ լուրջ չի այդ երկուսը տենց մի հարցության մեջ դել, ասել, ես էլա միջամտում, են էլա միջամտում։ Եվ կիբեր ոլորտում շատ լուրջ է ներդրումը եւ ասում եմ, ով որ դժգոհում է դրանից, շատ մեծ հարցեր է առաջանում, թե ինչի է դժգոհում, հա, որտեվ ակնհայտորեն դրանց դժգոհողը ինչ որ
հանցավոր միջամտության մտադրություններ ունի։ Դե տարօրինակ է, որ օրինակ խորհրդարանական ընդդիմությունը համարում էր, որ դա իրենց դեմ է։ Եվ այդ կերպ փորձելու են ճնշել ընդդիմությանը, փորձելու են ամեն կերպ ընտրություններին ընտրել։ Ամենամեծ ներդրումը կիբեռանվտանգության ոլորտում է։ Որն է իրանց բացատրությունը, որ ընտրական համակարգերը կիբեռանվտանգ լինեն, որ հնարավոր չլինի ԿՀ-ի կայքը ջարդել, էլեկտրոնային գրանցման սարքերը, չգիտեմ, նենց անել չաշխատեն ընտրության օրը, կամ մի երկու ընտրական համակարգ էլ կա, որ նենց հնարավոր չլինի նենց անել, որ այդ համակարգերը խափանվեն ընտրության օրը։ Ոնց է դա ընդդիմության դեմ։ Եթե իրանք մտադիր չեն խափանել, կամ մտադիր չեն շահել ինչ որ մեկի խափանելուց։ Եթե տենց չի, ուրիշ բացատրություն չգիտեմ։ Պարոն Հովհաննիսյան, մենք խոսեցինք Եվրամիության մոտիվացիայից, թե ինչու է Եվրամիությանը պետք, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն։ Հիմա հասկանանք Ռուսաստանի մոտիվացիաներից, ինչ է պետք Ռուսաստանին, ինչ խնդիր է դրել իր առաջ Ռուսաստանը։ Մենք ավելի վաղ առիթ ունեցել ենք խոսելու պլան մաքսիմումի եւ պլան մինիմումի մասին, բայց հիմա կուզենամ տաղավարում խոսենք այդ մասին, թե Ռուսաստանը իր առաջ ինչ խնդիրներ է դրել առավելագույնի տեսքով եւ նվազագույնի տեսքով։ Սենց ասեմ, առավելագույնը դա ընտրությունների արդյունքներով Հայաստանը օկուպացնելն է։ Ռուսաստան եւ մի բան էլ հաշվի առեք, Ռուսաստան ռեսուրսներ չի խնայելու։ Այս վերջերս մի sense մտավարժանք արեցինք, վերցրեցինք 2025 թվականին Ռուսաստանի բանակի զոհերի քանակը Ուկրաինայում եւ ռազմական բյուջեն։ Եվ այդ երկու թվերը բաժանեցինք 25 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայից զավթած բնակավայրերի քանակի վրա։ Որ տեսնեք, մի բնակավայր վերցնելու համար Ռուսաստանը ինչքան գումար է ծախսում եւ ինչքան սեփական քաղաքացիական, ինչքան ուկրաինացի է սպանում, դա էլ ուրիշ հարց, բայց սեփական քաղաքացիական կյանք է պատրաստ ծախսել, ինչքան դա ցինիկ չի, բայց դա բան է։ Մի, ասենք, գյուղի ավիրակներ վերցնելու համար։ Ու բարձվեց, որ միջինում մի բնակավայր, իսկ այդ բնակավայրը որպես կանոն գյուղի ավերակներ են, գրավելու համար Ռուսաստանը պատրաստ է ծախսել $700 միլիոն եւ 230 սեփական քաղաքացու կյանք։ Հիմա հարց, եթե մի գյուղի ավերակներ ծախսելու համար պատրաստ է այդքան ծախսել, մի գյուղի ավերակներ գրավելու համար, Հայաստանի Հանրապետությունը այտենց երկրապետություն է, էլի, գրավելու համար ինչքան է պատրաստ ծախսել Ռուսաստանը ռեսուրսներ։ Ենթադրում եմ շատ։ Իհարկե։ Հետևաբար սա է ծրագիր մաքսիմումը։ Ծրագիր մինիմումը դա ընտրությունների ապալեգիտիմացումն է։ Եվ այդ ուղղությամբ մենք եւս աշխատելու ենք, որպեսզի ընտրությունների անտեղի ապալեգիտիմացում չլինի, որպեսզի ընտրությունների, իհարկե, մենք դա սկսեցինք տեսնել դեռ Գյումրիից, Վաղարշապատից, այսինքն մի տարի առաջ մենք դա արդեն տեսնում էինք, որտեվ մեր նպատակն է, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկություններ ունենա ընտրությունների մասին։ Եղել է այս խախտումը, հանրությունը պետք է իմանա եղել է, չի եղել, հանրությունը պետք է իմանա, որ չի եղել։ Որտեվ մենք շատ հստակ տեսնում ենք, որ հանրությանը այս առումով մոլորեցնելու ուղղված գործողություններ են արվել Գյումրիում, արվել Վաղարշապատում եւ նախապատրաստվում Հայաստանում։ Իսկ ինչ գործողությունների մասին է խոսքը, պարոն Հովհաննիսյան։ Տարբեր սկսած կեղծ դիտորդական առաքելություններից վերջացրած ընտրախախտումների կեղծ ահազանգերով, ընտրախախտում չներկայացող բանը ընտրախախտում ներկայացնելով, ընտրախախտում հանդիսացող, բայց ընտրակեղծիկ չհանդիսացող բանը որպես ընտրակեղծիկ ներկայացնելով, հա։ Եվ այս առումով օրինակ դուք նկատի ունեք մեր հակագործողությունները, մենք մեր հակագործողությունների մեջ մտնելու հանրությանը իրազեկելը, ինչն է որ ընտրախախտում չի, բայց կարա մարդկանց մոտ թվա որ ընտրախախտում է, ինչն է իրոք ընտրախախտում, ինչն է որ ընտրախախտում է, բայց ընտրակեղծիկ չի, եւ ինչն է ընտրակեղծիկը։ Իսկ դիտորդական որտեվ այս առումով օրինակ խախտումներ իհարկե ոնց կարա ահռելի process է ընտրություն, ոնց կարա խախտումներ չլինի, խախտումներ լինելու է, կարող որ կեղծիկ չլինի։ Հիմա ես դիտորդ եմ, ես որ ընտրական տեղամաս մտնեմ առանց բեյջի, դա խախտում է։ Բայց այդ չի նշանակում, չէ՞ որ կեղծվեց, չէ։ Այդ նշանակում է, որ ինձ պետք է տանել 20,000 դրամ տուգանալ նրա համար, որ ես խախտել եմ այդ կարգը։ Չի նշանակում, որ տեղամասում քվեարկության արդյունքները ինչ որ ձև փոխվեցին, չէ։ Նկատի ունեմ հանրությանը պետք է բացատրել, որ լինում են ընտրախախտումներ, լինում են ընտրակեղծիկներ։ Կարող է առաջնային կարևորություն ընտրակեղծիկներ չլինի։
Դիտորդական առաքելությունների մասով վերջին օրենսդրական փոփոխությունները որոշակիություն կմտցնեն, պարոն Յուրասյան, որովհետև այո։ Մենք ենք այդ փոփոխությունները պնդել եւ առաջարկել խորհրդարանին, որպեսզի ընդունեն։ Այսինքն խիստ քաղաքականացված դիտորդական առաքելություններ չենք տեսնի։ Այո, որովհետև չի կարող, կներեք, չի կարող ունել դիտորդական առաքելություն։ Գյումրի օրինակն եմ բերում, մի տարի առաջ այս օրերն էր, չէ՞։ Դիտորդական առաքելություն, որը քվեարկության օրը ասում է սարսափելի խախտումների մասին, հետո տեսնում է, որ ընտրությունների արդյունքները ինչ որ մի ուրիշ ձևով են կամ սենց ձևով են կամ իր ուզած ձևով են կամ իր չուզած ձևով են եւ դրանց կախված իր գնահատականները փոխվի։ Ընտրությունների օրը ասի 3000 քվե է կեղծվել, գիշերը տեսնի, որ իր նախընտրած ուժերը հաղթում են, ասի իդեալական ընտրություններ էին։ Կներեք, էլի, չէ, դա ինչքան էլ դիտորդները մեր հետ կապ չունենան, բայց իրանք որ տենց բան են անում, բոլոր դիտորդներիս անունն է անգնում։ Վերադառնանք Ռուսաստանին, ՊԵԿ-ը, քանի որ բացահայտել է 113 միլիոն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման եւ ստվերային շրջանառության դեպքեր, ինչ է կարծում պարոն Յուրասյան, սա միակ դեպքն է, թե առաջիկայում նման դեպքերը ավելի, այսպես ասած, տեսանելի կդառնան։ Գիտեք, դատելով պետեկանտրի կոմիտեի հաղորդագրությունից մենք վստահություն չունենք, որ սա ընտրությունների հետ կապված էր, բայց հնարավոր է եւ դա կապված լինի ընտրությունների հետ։ Ամեն դեպքում դա ուղերձա բոլորին, որպեսզի հստակ լինի, որ ինչքան էլ Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմ լինի եւ օրենսդրություն է առումով խոցելի տեղեր որ չունենա, միևնույնն է իրապահ մարմինները հետևում են կանխիկ գումարների անդրսահմանային տեղափոխություններին։ Սա կարևոր ուղերձ էր, ինչը չի նշանակում, որ չեն կարողանալու կանխիկ գումար բերել Հայաստան, բայց դա ավելի դժվար է լինելու անել։ Մոլդովայել են տալ։ Մոլդովա գիտեք Ռուսաստանից ոնց են կանխիկ տանում, հարյուրավոր մարդկանց էին վարձել։ Այնտեղ լիմիտ կար, կարծեմ 10000 կամ դոլար կամ եվրո երկիր մտցնելու։ Այդ հարյուրավոր մարդիկ թռնում էին Ռուսաստան, վերցնում էին տենց մի 8000, 7000 կանխիկ, ու տենց գալիս էին Մոլդովա, որ ամեն մեկը 10000-ը չանցնի։ Հա, եւ այդ ամեն մարդու գնալ գալու վրա մի 2000 դոլար ծախսվում էր։ Այսինքն 8000 դոլար Ռուսաստանից Մոլդովա բերելու համար 2000 դոլար պատրաստ էին ծախսել Ռուսաստանի իշխանությունները։ Նենց որ Հայաստան բերելու են կանխիկ, հարցը նրանն է, որ դա լինի ավելի դժվար, պետք է խոչընդոտեն։ Իրապահների գործը ինչ է, ապօրինի գործունեությանը նաև խոչընդոտելը, նաև խանգարելը, նաև հետևանքները նվազեցնելը, դա էլ է իրապահների ֆունկցիան։ Ոնց որ թե այս ուղերձով հստակեցնում են, որ դա անելու են։ Պարոն Յուրասյան, Մոլդովայի սցենարի, մոլդովական ընտրությունների մասին գիտեք շատ է խոսվում ներքաղաքական դաշտում, երբեմն բերում են համեմատականներ, զուգահեռներ են տանում մեր իրականության հետ, ասում են, որ մենք էլ պիտի հետևենք այդ օրինակին։ Նախ ընդհանուր առմամբ ձեր գնահատականն է հետաքրքիր, արդյոք ճիշտ են այդ զուգահեռները մոլդովական սցենարի հետ համեմատելը մեր իրականությունը եւ մոլդովական սցենար ասելով ինչ են հասկանում, ինչ պիտի անի Հայաստանը։ Գիտեք, մենք Մոլդովան շատ մանրամասն ուսումնասիրել ենք, մեր թիմակից մեր կազմակերպությունից մարդիկ գնացել են Մոլդովայի ընտրություններին, հետո ընտրություններից հետո էլ են գնացել, մենք էլ ենք շփվել շատ մոլդովացի գործընկերների հետ, որպեսզի լավ պատկերացնենք այնտեղ ինչ է եղել, շատ կարևոր է իմանալ գործիքակազմի առումով։ Դե կան բաներ, որոնք որ Հայաստանում հեչ իրագործելի չեն, մեթոդներ, որոնք Հայաստանում հեչ իրագործելի չեն։ Կան բաներ, որոնք Հայաստանում լավ էլ իրագործել են, կան բաներ, որոնք լրիվ նույնական ձևով ոնց Մոլդովայում են անում, նենց էլ Հայաստանում են անում։ Տարբեր են, ամեն դեպքում Հայաստան Մոլդովայից ինչ որ առումով չէ, բավական տարբերվում է։ Նախ Հայաստանում չկան պրոբլեմատիկ շրջաններ, Մոլդովայում կային, հա, որոնց վրա նաև Ռուսաստան տենց բաներ անում, Գագաուզիա, Պրեդնեստրովիա հայերեն, չգիտեմ ոնց կլինի, Պրեդնեստրովիա в общем։ Հետո Մոլդովայում գիտեք ուժային կառույցները այդքան ուղղահայաց չեն ու կային տարածքներ, որտեղ ուժային կառույցները այդքան էլ կենտրոնակ, սենց ինչ որ խնդիրներ էլ իրանք ունեին, որը Հայաստանում չկա, Հայաստանը որպես պատերազմներով անցած երկիր շատ նենց ուղղահայաց իշխանություն ունի, էլի։ Մոլդովան մյուս կողմից, հա, բացի այդ, Մոլդովայում ընտրակաշարքի նկատմամբ վերաբերմունքը եւ օրենսդրությունը շատ ավելի վատն է, քան մեր մոտ։ Մեր մոտ ընտրակաշարք վերցնելու համար մինչեւ 7 տարվա ազատազրկում կա նախատեսված։ Մոլդովայում տուգանք է։ Ընտրակաշարք վերցնելու համար տուգանք է։
Ընդ որում վերջերս է բան քրեականացվել առհասարակ այդ արար քրեականացվել է, բայց սանկցիան բանտում չես հայտնվել էլ ընտրակաշարք վերցնելու համար։ Եվ Մոլդովայում շատ հետաքրքիր էր, կային ուժեր, որոնք հրապարակային բողոքում էին, որ Մոլդովայի ոստիկանությունը ընտրակաշարքի դեմ իրազեկման արշավ է անում։ Պատկերացնում եք ինչպիսին է հանրային վերաբերմունքը ընտրակաշարքի նկատմամբ, որ քաղաքական ուժը կարող վեր կենա եւ հրապարակային ասի, որ այն որ ոստիկանությունը ընտրակաշարքի դեմ իրազեկման արշավ է անում, դա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Բայց մտնոլորտը ընդհանուր, հա, կոնտեքստը Հայաստանում չի կարող ինչ-որ մեկը բան ընտրակաշարքի օգտին բան անի, էլի Հայաստանում այդ առումով ավելի հասարակությունը տենց ընդհանուր ընկալում կա որ ընտրակաշարքը վատ բան է։ Չեմ ասում որ այ բոլոր 3 միլիոն բնակիչները երկրի ընտրակաշարքը մերժելու են, չէ, բայց գոնե այդ հանրային ընկալումը բանը որ ընտրակաշարքը քխա, այդ կա եւ այդ առումով օրինակ կոպիտ ասած իրավապահները կարիք չեն ունենա հանրությանը բացատրեն, թե ինչի են իրանք ընտրակաշարքի դեմ պայքարում։ Օրինակ Մոլդովայում այդ խնդիրը կար։ Մոլդովայում իրավապահները արդարանում են, թե ինչի պիտի ընտրակաշարքի դեմ պայքարեն։ Հայաստանում օրինակ այս խնդիր չկա։ Բայց կան նաև բաներ, որոնք Հայաստանն են ավելի խոցելի դարձնում։ Ու ինձ թվում է առաջինը դա այն է, որ Հայաստան շատ ավելի աշխարհագրորեն մոտիկ է Ռուսաստան, մենք ունենք ուղիղ թռիչքներ Ռուսաստանի հետ, այն էլ ինչ քանակությամբ, հա, սարսափելի մեծ քանակությամբ։ Եվ մենք ցամաքային առումով շատ ավելի մոտիկ ենք Ռուսաստանին։ Ցամաքով Ռուսաստանից Մոլդովա հասնելը աշխարհա պետք վռալ, հա, առավելևս այս կոնտեքստում Ուկրաինա, աշխարհա պետք վռալ ցամաքով Մոլդովա հասնելու համար Ռուսաստանից։ Մեր դեպքում Կրասնոդարում առավոտ շուտ նստես ավտո, երեկոյան ուշ արդեն լինես Հայաստանում, էլի։ Եվ ընտրողների միգրացիա ապահովելու տեսանկյունից մենք շատ ավելի խոցելի ենք, քան Մոլդովան։ Իդեպ դուք նման հայտարարություն արել եք, որը կարծես թե դիմադրության էլ չարժանացավ, պարոն Հովհաննիսյան։ Ինչ հավելյալ ինֆորմացիա է ձեզ հայտնի։ Ես գիտեմ, որ նաև մեկ այլ հարցազրույցում խոսել եք ճնշումների մասին, որ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ահազանգում են, որ իրենց այնտեղ ճնշում են։ Կխոսեք նաև այդ ճնշում։ Հայ բիզնեսմենները հիմնականում ահազանգում են, որ իրենց ստիպում են, որ իրանց ենթակա աշխատողներին, ովքեր Հայաստանի քաղաքացի են, ընտանիքներով, բաներով մարդը 100,000 ռուբլի տան, դա մոտ դրամով 450-500,000 դրամ է էլի գալիս։ Եվ ուղարկեն Հայաստան ընտրելու, միաժամանակ ավտոբուսներ են մոբիլիզացնում դրա համար, որպեսզի մարդկանց բերեն, հա, այդ երևույթները կան եւ այդ ամենը չկազմակերպման Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը FSB-ն։ Իսկ խոսքը 1-2 մի քանի մասնավոր դեպքերի մասին է, պարոն Հովհաննիսյան։ Մենք Ռուսաստանի 7 տարբեր ռեգիոններից այդպես ինֆորմացիա ունենք։ 7-րդը անցած շաբաթ օրինակ իմացանք ինչ որ դետալներով։ Եվ ինչ ծավալի մասին է խոսքը, այսինքն որքան քանակությամբ մարդկանց բերելու մասին է խոսքը։ Ես պիտի ասեմ, որ ստեղ ես չունեմ ինչ որ ինֆորմացիա, որը կարող եմ կիսվել, այսինքն ինչ որ աղբյուրներից, բաներից ստացած ինֆորմացիա, բայց մենք ունենք վիճակագրական իջովելություն, որը մի շարք տվյալների վերլուծության արդյունք է, մասնավորապես վերցրել ենք սահմանային անցակետերի թողունակություն Ռուսաստանում, Հայաստանի քաղաքացիություն հաշվառում ունեցող անձանց մոտավոր քանակ, տարբեր բաներ ենք վերցրել, մոտավորապես հաշվել ենք, որ խոսքը երևի թե մինչև 80-100,000 ընտրողի մասին է։ Ընդ որում խոսում եք նաև Վրաստանից մարդկանց բերելու մասին։ Այո, Վրաստանում էլ, ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանում մենք չենք տեսնում, որ իրավապահները խառնված լինեն։ Ճիշտ է, նաև չենք տեսնում, որ իրավապահները դրան հակազդեն, բայց գոնե իրավապահները, այսինքն Ռուսաստանում, որ FSB-ն է դա կազմակերպում, Վրաստանում տենց բան չկա։ Բայց Վրաստանում էլ Սամսխե Ջավախետիում որոշակի բաներ տեսնում ենք, որոշակի խմբերի կողմից, հա, բայց նա քանակի առումով շատ ավելի քիչ քանակների մասն է խոսքը։ Եվ հետո Վրաստանի հայերը ինձ չի թվում, որ այդքան խոցելի են, ինչքան Ռուսաստանի հայերը։ Այսինքն այդտեղ ճնշումները շատ ավելի մեծ են։ Գիտեք, առհասարակ եկեք արձանագրենք, որ Վրաստանում շատ ավելի դժվար է մարդուն ճնշելով ինչ որ բան պարտադրելը, քան Ռուսաստանում։ Առավելևս, երբ որ Ռուսաստանում պարտադրողն ու ճնշողը FSB-ն է, իսկ Վրաստանում ինչ որ կրիմինալ խմբեր։
Ակնհայտ է, չէ՞ որ Ռուսաստանում FSB-ն կարա շատ ավելի էֆեկտիվ ինչ որ մեկին ճնշի որ իր ուզած բան անեն, քան Վրաստանում կրիմինալ խմբերը, որոնք այս պայդրությամբ չենք տեսել, որ ունենան իրավապահների պետության աջակցությունը։ Հենց որ էտել կա էլի։ Դրա համար Վրաստանում տեղի ունեցող երևույթները մեր ուշադրության կենտրոնում են, մենք հետևում ենք, մենք այնտեղ ունենք աղբյուրներ, մենք այնտեղից հավաքագրում ենք տեղեկություններ, որ հասկանանք ինչա տեղ կատարվում, բայց այդքան վտանգավոր չենք ընկալում, ինչքան են ինչ Ռուսաստանում ատեղում։ Պարոն Հովհաննիսյան, ասացիք, որ Հայաստանում այդ ընկալումը կա, որ ընտրակաշառքը քխ է, ձեր բառերով ասած, բայց ձեր վերջին արշավը հենց ընտրակաշառքի դեմ, որ վերցրած այդ կաշառքը քթից դեմ բերելու, կաշառք վերցնելու համար մինչև 7 տարվա ազատազրկում, նախ ինչու դրա անհրաժեշտությունը կար, քանի որ այնտեղ որոշակի նաև սպառնալիք կա, որ այսքան տարվա ազատազրկում, արդյոք այդ մեխանիզմը աշխատելու է, ինչ է կարծում, եւ ազդակներ կար, որ ընտրակաշառք պատրաստվում են բաժանել կամ բաժանում են եւ գնացիք այդ այո, մենք ունենք ազդակներ ընտրակաշառքի հետ կապված, մենք ունենք ինֆորմացիաներ մեթոդների հետ կապված, ընդ որում նորից եմ ասում, թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Ռուսաստանում ասում արդեն ասի, Հայաստանում էլ դա լինում է, Հայաստանը ինչ-որ տարբեր ձևերով փորձում է դա քողարկել, բայց չէ, այդքան էլ լուրջ չէ, այդ քողարկումը։ Հենց որ այդ երևույթները կան, եւ այդ երևույթների մասով այո, մենք ունենք երկու ուղերձ։ Մեր ուղերձը դա Հայաստանի քաղաքացիներինն է, որ եղբայր, եթե դու ընտրակաշառք ես վերցնում, դա բոլորիս քթից բերելու են։ Բոլորիս քթից։ Ոչ միայն քո քթից, այլ բոլորիս քթից, էլի։ Մի արա դա։ Եվ որտեղ եթե դու ընտրակաշառք ես վերցնում, արդեն քաղաքացի չէ, դա արդեն առևտուր է, քեզ առնում են, որ քաղաքացի ես։ Դու այլևս քաղաքացի ես, մյուս քաղաքացիների պես հավասար քաղաքացի ես։ Դու վաճառվել ես։ Դու ինչքան էլ դա վատ չհնչի, ու ապրանք ես, որը մարդիկ առել են։ Հա? Եվ առել են, որպեսզի օգտագործեն քաղաքացիների դեմ, որովհետև քաղաքացիների քվեն դրանով ու քեզանով ուզում են աղավաղեն։ Եվ նաև դրա համար է, որ դա քանի որ դա բոլորին է վնաս հասցնում, դա հանրային վտանգավորություն ունի, քրեականացված է եւ պատիժներ կան սահմանած բավականին խիստ։ Իսկ որոշ շրջանակների համար մեր ուղերձը նա որ օքեյ, եթե դու չես հասկանում առաջին ուղերձը, իմացի որ եթե դու չգնաս քո ոտով իրավապահներին չասես որ դու վերցրել ես ընտրակաշառք, դու կարող ես մինչև 2033 թիվը անցկացնես քրեակատարողական հիմնարկում։ Այսինքն ոնց որ մարդկանց այս ուղերձն ենք տալիս, եթե այս ուղերձը տեղ չի հասնում, երկրորդ ուղերձն ենք տալիս, ընդ որում ասեմ, որ օրինակ Ռուսաստանից եկող ընտրողների մասով մենք ավելի շատ շեշտը դնելու ենք երկրորդ ուղերձի վրա։ Որտեւ այդ մարդիկ Հայաստանում չեն ապրում, որտեւ այդ մարդկանց ասել որ այ դու որ ընտրակաշառք վերցրեցիր, դա ազդելու է մեր բոլորիս ապագայի վրա, կներեք իր ապագայի վրա չի ազդելու, ինքը Ռուսաստանում է ապրում։ Իր ապագայի վրա չի ազդելու։ Իր դեպքում պետք է ասես, եղբայր, եթե դու ընտրակաշառք վերցրեցիր, քեզ կարող բռնեն ու դատեն ստեղ։ Ու դու շատ երկար անցկացնես ստեղ բանտում։ Եվ առավելևս որ Ռուսաստանում ապրող մարդիկ ցավոք սրտի շատ լավ չեն պատկերացնում ինչա ժողովրդավարություն, ինչա քվեարկելու ժամանակ քվեի ուժը, չեն հասկանում ինչա իշխանություն ընտրել։ Դե մարդիկ չեն մեղավոր, դա ոնց ասեմ, այդ երկրում ապրող մարդին չիմանա քվեով բան փոխել, քվեով իշխանություն փոխելը ոնց է լինում, եթե դա երբեք չի տեսել։ Մարդիկ նու երբեք չի տեսել, ու վերջին անգամ իրանց մոտ մրցակցային ընտրությունները շատ վաղուց են եղել։ Մարդիկ փոխարենը Ռուսաստանում մարդիկ շատ լավ հասկանում են այդ խոսքը։ Այ դատելու ենք, այ բռնելու ենք։ Այդ խոսքը իրանց համար շատ հասկանալի է։ Ասեմ վախի լեզվով կամ դե ինչքան հա, բայց չէ բռնության չէ։ Հա, ինչ որ առումով հա կներեք, եթե ինչ որ մեկը Ռուսաստանում է ապրում եւ գալիս է ընտրություններին ընտրելու ոչ թե որտեվ ինքը լավ քաղաքացի է, այլ որովհետեւ իրան ընտրակաշառք են տվել, ապա իրան այստեղ պետք է բռնես եւ 7 տարով դատես, այո։ Բայց միջև այդ լավ կլինի շատ, այսպես ասեմ, սիրուն կլինի զգուշացնես, ասես, կարող է դու հոժար կամքով հանձնվես։ Արի իրավապահներին պատմի ոնց կա,
միակ շանսը դա չդատվելու։ Հա, երբեմն այս լեզվով նաև պիտի խոսած, բայց նորից եմ ասում, սա ոչ մի պարագայում չի վերաբերում այն մարդկանց, ովքեր որ ընտրակաշարք չեն վերցնում եւ ուղղակի իրանց կամքով աշխարհի ցանկացած կետից գալիս են քվեարկելու իրենց սահմանադրական իրավունքն է եւ լավ են անում, որ գալիս են։ Պարոն Հովհաննիսյան, այս նախընտրական շրջանում գիտեք, մի շարք դիսկուսներ կան, որոշ ուժեր փակել, չփակելու հետ կապված, որոշակի պահանջ կա, որ ասում են, որ օրինակ նախկինները, որոշ օլիգարխներ իրավունք չունեն մտնել ընտրական պայքարի մեջ, այս ուժերը մի կողմից պնդում են, որ իրենք որոշակիորեն բռնաճնշումների են ենթարկվում, բայց տեսնում ենք, որ ազատ թափանցիկ իրականացնում են իրենց նախընտրական քարոզարշավը, ընդհանուր առմամբ որտեղ կա օրենքի խախտում, նույն օրինակ ուժեղ Հայաստանը, երբ որ պարբերաբար հայտարարում է, որ իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, երեք էլ Նարեկ Կարապետյանը ասում էր, գրազ ենք գալիս, որ ձայնը չենք տալու օրինակ Ռոբերտ Քոչարյանին, մյուսին մեր վարչապետի տեխնացուն լինելու է Սամվել Կարապետյանը, որպեսզի հստակություն մտնի մեր նաև ընտրողների համար։ Ընտրողները հասկանան, էլի, այդտեղ կա խաբեություն, կա մանիպուլյացիա, թե չկա։ Ինչ ասում ուժեղ Հայաստանը, ուժեղ Հայաստանը ասում է, ես իմ ընտրվելու դեպքում գալու եմ փոխեմ սահմանադրությունը, հնարավոր դարձնեմ, որ այդ վերջին 4 տարում ոչ միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը դառնա կառավարության անդամ կամ վարչապետ եւ Սամվել Կարապետյանն ընտրեմ վարչապետ։ Okay, դա նախընտրական խոստում է։ Ես դրան վերաբերում կոնկրետ այդ բանն ես վերաբերում եմ զուտ որպես նախընտրական խոստում եւ լրիվ նորմալ եմ վերաբերվում։ Հա, նորմալ է։ Մրցապայքարում մասնակցող 3 ուժ կա, որոնք ասում են գալու ենք եւ սահմանադրությունը այս կամ այն կերպ փոխելու ենք։ Դա ուժեղ Հայաստանն է, դա քաղաքացիական պայմանագիրներ, դա բոլորին դեմն է։ Եվ ես լրիվ նորմալ եմ վերաբերվում, որ քաղաքական ուժերը ասում են, որ մենք գալիս ենք նաեւ սահմանադրություն փոխելու օրակարգով։ Այդտեղ ես առանձնապես խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է կուսակցություններին չգրանցելու, նախ ասեմ, որ կենտրոնական տրական հանձնաժողովում չգրանցելու համար հիմքերը շատ թույլ են։ Հենց որ այդտեղ տենց չգրանցելու սցենար չկա։ Ինչ վերաբերում է գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, այսինքն կեսից գրանցումը հանելուն, մրցապայքարից հանելուն, եթե ինչ որ քաղաքական ու շատ մեծ ծավալով ընտրախախտումներ անի, այդ թվում նախընտրական քարոզարշավի ժամանակ, առաջին հերթին նախընտրական քարոզարշավի ժամանակ, որտեղ ընտրական տեղամասերում ընտրախախտումների դարմի տեսականցել է։ Այո, այդ ուժի մրցապայքարին մասնակցել շարունակելը պետքա հարցականի տակ դրվի եւ պետքա իրավական մեխանիզմները այս առումով դիտարկվեն, բայց այս առումով ուզում եմ ասեմ, որ Հայաստան բավական բարձր է նշաձողը։ Այսինքն բավական բարձր է նշաձողը այն հիմքերի, որոնք որ բավարար են, որպեսզի կուսակցությունը մրցապայքարից հանես։ Եվ արդյոք պարոն Հովհաննիսյան, իսկապես այս ընտրությունները պատերազմի եւ խաղաղության միջև են, ընտրություններ են հստակ պատերազմի կամ խաղաղության միջև, ովքեր են պատերազմի շահառուները եւ ինչու։ Ոյ, այդ շատ Գիտեք, այդ խոսույթն է տևական ժամանակ։ Հա, բայց այստեղ ավելի շատ հարց եք տալիս, որ կուսակցությունները օգտագործում են իրենց նախընտրական քարոզչության կոնտեքստում։ Եվ այս առումով ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտը, դա ընտրողները թող նայեն, լսեն կուսակցությունները ինչ են ասում, գնահատեն իրենց համար եւ որոշեն, սա այդքան էլ մեր մանդատի շրջանակներում չի սրան գնահատական տալու։ Իսկ այդքան մեծ ուշադրությունը հատկապես 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, որ սրանք բացառիկ են, ամենակարևորն են, պատմաքաղաքական են, դուք կիսում եք, որ այս ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Եվ բոլոր ընտրություններն էլ առանձնահատուկ նշանակություն ունեն, բայց ինչով են այս ընտրությունները առավել տարբերվող նրանց, դա Ռուսաստանի օտարերկրյա միջամտությունն է։ Երբեք Հայաստանի որևիցե ընտրություն այսպիսի օտարերկրյա միջամտության չի առերեսվել։ Եվ այդ օտարերկրյա միջամտությունը իհարկե պետքա հակազդել։ Այս առումով օտարերկրյա միջամտության առումով եւ դրան հակազդելու անհրաժեշտության առումով աննախադեպ են։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Դանիել Իոնիսյանն էր, կհանդիպենք։